Ռուս-ուկրաինական երկար ձգվող պատերազմից ավելի քան 3 տարի անց Ռուսաստանի նախագահն առաջարկեց Ուկրաինային հանդիպել մայիսի 15-ին Ստամբուլում հակամարտության սկզբնապատճառները կարգավորելու համար։ Մոսկվան առաջարկում է անհապաղ վերսկսել դեմ-առ-դեմ բանակցությունները առանց նախապայմանների։ Հիմա ռազմական գործողություններ, պատերազմ են ընթանում, իսկ մենք առաջարկում ենք բանակցություններ։ Այստեղ ինչ վատ բան կա։ Նրանք, ովքեր իսկապես խաղաղություն են ուզում, չեն կարող չաջակցել դրան։ Պուտինի հայտարարությունից ժամեր անց Ուկրաինան նաև Կիևին աջակցողները հորդորել էին Մոսկվային 30-օրյա հրադադար հաստատել։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները զգուշացրել էին, եթե Կրեմլը չհամաձայնի, կլինեն պատժամիջոցներ։ Պուտինը ի պատասխան առաջարկեց նախ հակամարտության կարգավորման շուրջ բանակցել, չբացառելով, որ արդյունքում կարող է նաև հրադադարի հարցը լուծվել։ Այս ընթացքում Թուրքիայի նախագահը համաձայնեց ռուս-ուկրաինական բանակցությունները հյուրընկալել։ Կայուն հրադադարի մասին խոսք լինել կարող է, հակված են կողմերը գործակցության։ Քաղաքագետն ասում է, դրամաբանորեն տարբեր նպատակներ են հետապնդում նրանք։ Հետո հիշեցնում է նախորդ ձախողված բանակցությունները դեռ պատերազմի մեկնարկին, թե բելարուսական, թե թուրքական հարթակներում։ Եկան ինչ-ինչ համաձայնությունների, որոնք հետագայում երկու կողմեր մերժեցին։ Գոնե մեկ ամսվա ընթացքում, չգիտեմ, երկու ամսվա ընթացքում ամբողջական զինադադար դժվար է պատկերացնել։ Քաղաքագետն ասում է, պարզ է, որ օրինակ բելարուսական հարթակը առավել ձեռնտու է ռուսական կողմին, առավել ևս եթե դա համեմատենք նատոյական Թուրքիայի հետ։ Էրդողանը երբեք չի թաքցրել իր կողմնորոշումն այս հարցում ու աջակցությունը Կիևին, ինչու է նորից ակտիվանում Ստամբուլը ու մեծ բանակցության հարթակ տրամադրողի հեղինակությունը տրվում Էրդողանին։ Ռուսաստանը անընդհատ փորձում է Թուրքիային, ինչպես նաև տեսնում ենք Ադրբեջանին, անընդհատ կիրաշահում է, անընդհատ այսպես ռևերանսներ է անում, ուրեմն ունի ինչ-որ լուրջ կախվածություն։ Հիմնականում տնտեսական առումով է այդ կախվածությունը դրսևորվում, որոշ կարևոր այսպես տրանզակցիաներ առևտրական եւ ֆինանսական տեղի են ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով։ Կարծում եմ նաև ինչ-որ առումով Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև համաձայնություն կա։ Այստեղ մի ուշագրավ փաստ ևս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-ից 16-ը կայցելի Թուրքիա։ Հենց այդ օրերին է Ռուսաստանի ղեկավարությունը Կիևին առաջարկել բանակցություններ վարել Ստամբուլում։ Եվ ուրեմն ինչ ուղղություն է վերցնում աշխարհի վերջին տարիների ամենամասշտաբային հակամարտությունը, միանշանակ կանխատեսումներ անել քաղաքագետները չեն շտապում, որովհետև իրադարձությունները արագ են փոխվում։ Ամեն դեպքում դիվանագետների հաջորդ կանգառը Ստամբուլ, չհաջողված հարթակի ռեինկարնացիան։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։